շանս չկար, որ պարտվեինք այս ձևով։ Ջաբրայելի գործողությունից հետո մեր վիճակը վատացավ, այդտենց էլ այդ զեկույցը չտեսանք։ Հիմնական պատճառը դա էր, որ բանակը չէր կառավարում։ Եվ հարցաքննվել է Կամո Վարդանյանը։ Հիմնականում ասма չեմ հիշում, այդ պահին այնտեղ չեմ եղել։ Հատուկ ջոկատայիներին տարեր կանգնեցրել են դիրքեր էին պահում։ Դրանք դիրքերում ինչ գործ ունեն։ Մեծ մասը մեր գործերի հրապարակված չի։ Պատերազմը իրականում չի քննվում։ Դեռ մարդկար նույնիսկ առաջին անգամ պետքա ավտոմատ վերցներ։ Պատկերը այն էր, որ ընդհանուր համակարգը մոբիլիզացիայի չէր աշխատում։ Ես նույնիսկ գնացի Ստեփանակերտում հանդիպման ժամանակ գեներալներից մեկին ասեցի, լավ կլինի դիրքերը բերեք այդ հադրութի բարձունքների հատվածում դնեք։ Ինքը ասեց, ինչ ես խոսում, ես հարձակում ենք սկսում, չգիտեմ, Ջաբրայելի գործողությունից առաջ էր դա, որ ես առաջարկում էի։ Հայաստանը գիտեր, Ղարաբաղում գիտեին, որ հարձակում է լինելու, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման։ Ի վերջո բազմաթիվ հետախուզական տվյալներ կար, բանը չիմանար, ասենք նախարարը, շտաբի պետը չիմանար։ Մատաղիսում քեֆ էին անում։ Ստեփանակերտում քեֆ էին անում։ Բոլոր խաղացողները գիտեին եւ բոլոր խաղացողները ոնց որ լուր համաձայնվել էին այդ հարձակման հետ, որտեղ անհնար է որ չիմանային։ Հայտնաբերեցին զինվորական գրքույկի ինչ որ հատված։ Ու այդ իրերի մեջ մի հատ բիլետ էր կիսավառված։ Երևում էր կոդը բիլետի։ Իսկ հիմա այդ հարցերի պատասխանը ոչ մեկից չես կարող իմանալ, ստի փառատոներ ոնց որ եթե մենք չանենք, ով պետք է անի։ Ութերորդ հարկ ոդքասթի այս թողարկումը 2020 թվականի պատերազմի մասին է եւ ես այսօր զրուցելու եմ հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի եւ հետքի լրագրող Հայկ Մակյանի հետ։ Պարոն Բաղդասարյան, հետքը պատերազմ ընդհանրապես լուսաբանել է ոչ միայն 2020 թվականից, այլ դրան նախորդող ժամանակահատվածում դուք էլ ձեր գործունեության ընթացքում պատերազմը շատ եք լուսաբանել եւ ինչու է կարեւոր ձեզ համար պատերազմի լուսաբանումը, որովհետեւ հետքի վերջի տարիների լուսաբանման մեջ այնց կշիռ ունի պատերազմական թեմաները։ Չգիտեմ, հիմա մտնում ենք մի դաշտ, մի տեղ ենք մտնում, որտեղից, չգիտեմ, կարող ենք դուրս գալ ընդհանրապես, որտեղ այս պատերազմը այնքան շերտեր ունի եւ այդ շերտերի մասին այնքան առանձնապես շատ չի խոսվում կամ շատ չի գրվում։ Հիմա մենք փորձում ենք դա ինչ անենք, ներկայացնենք ոնց ենք լուսաբանել, թե ինչ ենք ուզում։ Այս զրույցի ժամանակ նկատի ունեք։ Հա, ինչ ենք ուզում անենք հիմա այս podcast-ով։ Մեր զրույցի նպատակը այսօրվա podcast-ով ինչ ենք ուզում մեր ընթերցողներին, դիտողներին։ Նախ մեր գրած նյութերը, մեր պարզած նյութերի հանգամանքները, այսինքն նյութերում ներկայացված հանգամանքները ներկայացնենք եւ նաեւ այնպիսի տեղեկություններ գուցե լինեն, որոնք որ մեր նյութերում չենք ներառել, այս զրույցի ժամանակ ներկայացնենք եւ այլ հարց է իհարկե առանձին նյութերի քննարկումը բոլորովին այլ է, երբ որ այդ նյութերը ամբողջության մեջ ենք դիտարկում։ Մեր նյութերում շատ քիչ է ներկայացվել, ինչ որ մենք հայթայթել կամ ուսումնասիրել ենք, իսկապես շատ քիչ է, որտեղ կարող է, չգիտեմ, մի քանի 100 մարդու հետ հանդիպել ենք, բայց կարող է դրանց այդ պատմություններից ընդամենը մի 10%-ն ենք օգտագործել։ Ինչու մենք ասեմ ինչ էինք որոշել այդ պատերազմ լուսաբանելու բանի մասին հետո կխոսենք։ Սկզբից որոշել ենք, որ այս պարտությունից հետո ուսումնասիրենք պատերազմի ընթացքը եւ բարձենք թե ինչու պարտվեցինք, ինչու հենց այս ձևով պարտվեցինք։ Սկսեցինք աշխատել, դե պատերազմի ընթացքում էլ մեր մի քանի խմբեր այնտեղ էին եւ տարբեր վայրերից, մարտական գործողություններից նկարահանումներ ունեինք, հարցազրույցներ ունեինք, դա մեզ հեշտացնում էր այդ իմաստով, այսինքն տեղանքը գիտեինք
այդ մարտերը որտեղ էր, այդ դիրքերը երբ որ խոսում են, որ հատվածում են, որոշեցինք սկսել դա, դժբախտաբար շատ դանդաղ էր ընթանում, որովհետև մենք որոշել էինք ընդհանրապես պատերազմի մասին գիրք գրենք մի քանի հատ եւ կայք ստեղծենք, իսկ այդտեղ պետք է լինեին բոլոր զոհվածների պատմությունները, որտեղ են զոհվել, այսինքն այդքան մարդու հետ պետք է մենք հանդիպեինք, մինչև հիմա չենք կարողացել շատ քիչ մարդկանց հետ ենք հանդիպել, երևի մի քանի հարյուրի, բայց դրանք հազարներ են եւ տենց կիսատ պռատ չէինք ուզում ինչ-որ բան անել։ Հիմա էլ շարունակում ենք, շատ դանդաղ է գնում, քիչ մարդ է ներգրաված դրա մեջ, մենք դա անում ենք մեր, ասենք ասենք, մեր հիմնական աշխատանքին զուգահեռ, այսինքն երբ որ ազատ ժամանակ է լինում, երևի հետքի ընթերցողները կամ մեր YouTube-յան ալիք դիտողները նկատում են, որ տենց բարբերաբար այդ թեմաներով նյութեր են լինում եւ վերջինը անհետ կորածների մասին էր նյութը։ Հիմա էլ փորձում ենք շարունակել, չգիտեմ, դրա ավարտը երբ կլինի, դժբախտաբար շատ մարդկանց էլ չի հետաքրքրում կարծես թե այդ հատվածը, որովհետև մենք դա նաև միջոցներ են պետք, այդքան գործողումներ մենք չենք կարող մեր հաշվին գնալ, որովհետև ամբողջ Հայաստանով պետք է պատտվենք, այդ ընտանիքները պետք է այցելենք եւ տենց դանդաղել է այդ ընթացքը, չգիտեմ։ Մեծ խնդիր չէր դրված, պարոն Բաղդասարյան, մեծ չէիք ձևակերպել խնդիրը, բոլորի պատմությունները։ Մեծ խնդիր է, բայց գիտեք, դա մեր պատմությունն է, այդ մարդիկ զոհվել են, այդ ամեն մեկ ինչ որ առաքելությունն էր, անկախ նրանից թե ինչ պայմաններում էր զոհվել, իրականում երբ որ մենք այցելում ենք իրանց ընտանիքներին, մենք տեսնում ենք, որ իրանք կարծես թե սպասում էին, որ ինչ որ մեկը գա իրենց տղայի, ամուսնու պատմությունը պատմի, որ ուրիշներն էլ իմանան, չգիտեմ, դա միշտ ասում եմ, որ պետք է անենք, մենք պարտք ունենք գոնե նրանց նկատմամբ, որ նրանց անունները թողենք սերունդներին։ Իսկ դժվար չի, հետքը հիմնականում հետաքննական պատմությունները ավելի շատ բնապահպանության, այդտեղ կոռուպցիոն գործարքների եւ դրան զուգահեռ նաեւ պատերազմը, որն ունի իր առանձնահատկությունները եւ նաեւ գիտելիքների հարց ունենք։ Ահա, բայց առանձնապես նման պատմությունները տենց իրարից չեն տարբերվում, որտեղ դու նույն ձևով սկսում ես աշխատել, ուսումնասիրել, փորձագետների հետ հանդիպել, մասնակիցների հանդիպել, չգիտեմ, զինվորականներ, զինվորներ, ծնողներ, այսինքն միևնույն է այդ նյութը ուսումնասիրում ես, սա հետաքննություն է, եւ ի վերջո մենք պետքա պարզենք, թե ինչու, չգիտեմ, Ջաբրայելից ադրբեջանցիները կարողացան հասնել Շուշի, ասենք։ Մենք ինչ որ դրանց ճանապարհով գնում էինք, ինչ որ տեղ կանգնել ենք, ոնց էին գրավել տարբեր գյուղեր, տարբեր հատվածներ, նաև ուզում ենք այդ ամեն ինչը ուզում ենք բարձել, որովհետև պատերազմի ընթացքում բաներ են եղել, որոնք անհասկանալի են, անբացատրելի են, ընդհանրապես մեր պարտությունը տենց անբացատրելի է, որովհետև չնայած ուրիշները կարող են շատերը համաձայն չեն, ես ասում եմ, որ մենք այսպիսի պարտության չէինք կարող կրել, այսինքն շանս չկար, որ պարտվեինք այս ձևով։ Մենք կարող էինք պարտվել, բայց չգիտեմ, կանգնեցնելով ինչ որ հատվածներում եւ թշնամին չէր կարող առաջ գալ։ Եվ այնքան առողջվածային պատմություններ կան, որ դրանց մասին պետքա գրվի։ Շատ լավ, երբ պատերազմը սկսվել էր, արդեն ընթանում էր, հետքի խմբով դուք Արցախում էիք եւ իհարկե մի փուլից կարճ փոքր տեղեկություններ հանրայնացրեցիք, բայց հիշում ենք այդտեղ բլոկադաներ տեղեկատվական չգրելը, այլ մի խնդիր էր գրելը, մի ուրիշ խնդիր էր եւ դուք այդ ժամանակ, օրինակ առաջի շաբաթից հետո դուք ինչ տպավորություն ունեիք։
Առաջի շաբաթը ընդհանրապես երևի պատերազմի չնայած ամենաուժեղ հարվածներ առաջի օրերը, բայց ամենաարդյունավետ շաբաթներ մեզ համար, որովհետև այդ ցնցումից առաջին հարվածից հետո սկսեցին վերականգնել, դիրքերը սկսեցին դիմադրությունը, ճիշտ է, որոշ տեղերում նահանջեցին, բայց միևնույն է առաջի շաբաթը մենք նաև ամենաշատ վնասն ենք տվել ադրբեջանցիներին, այսինքն թշնամուն այդ ժամանակ ենք շատ վնաս տվել եւ սկսել ենք ոտքի կանգնել, բայց ինչ որ մի փուլի, ես միշտ ասում եմ, այդ Ջաբրայելի գործողությունից հետո մեր վիճակը վատացավ ու դրանից սկսեց մոտորապես այդ ժամանակ ես սկսեցի այտենց пассивանալ, որովհետեւ զգում էի ինչա կատարվում քիչ էի այտենց նյութեր անում, բայց դե կապի մեջ էի բոլորի հետ։ Այդ ժամանակ իսկապես շատ դժվար էր, որովհետև ինֆորմացիա ստանալու համար օր ա եղել, որ մենք հարավից հասել ենք հյուսիս, որպեսզի իմանանք ինչ է կատարվում, որովհետև ընդ որում մի փուլ կար, երբ որ նույնիսկ զինվորականներից ինչ-որ մարդիկ ինձ հետ հանդիպում էին իմանալու, թե ինչ է կատարվում այս կամ այն հատվածում։ Հաշվի առնելով ձեր կապերը, նաև կապերը եւ տեղանքում լինելը, մենք աշխատում էինք լինել տեղում, որովհետեւ տենց չգիտեմ, իրականում այդ ժամանակ տենց բանա ՍՏ-ի փառատոն էր ոնց որ բոլորը սուտ են խոսում, մանավանդ բանը քարոզչական պետական այդ քարոզչությունը, դու երբեմն այդ հանդիպում էիր այդ սուտ խոսողների հետ տենց տարբեր տեղեր հնարավոր է խաչվում էինք, նրանք բանը ուրիշ գլուխները թեքում հեռանում էին տենց չգիտեմ դրա համար է ասում երբ որ մտնենք սրա մեջ ոնց ենք դուրս գալու պատես որտեվ այս թեման այնքան շերտեր ունի ասեցի հիմա էլ կրկնեմ էլի ռազմական, քաղաքական, մարդկային պատմություններ, հերոսական պատմություններ որոնք հիմա հասարակությունը չգիտես ինչու չի ուզում լսի, խոսի տեսնի լավ պատմությունների մասին հա լավ պատմությունները որ չգիտեմ օրինակ այն անգամ բուժքույրերի հետ որ հանդիպում էինք պատմեց վարորդներ չէ Հայկ վարորդը վիրավորին հասցրեց բան հոսպիտալ ու ինքը ներ էր վիրավորը ինքը հանձնելուց հետո ինքը ընկավ ու մահացավ ասենք ոչ մեկ այդ պատմությունները չգիտի դիրքեր կան որտեղ չգիտեմ մի քանի հոգի նահանջել են մեկը ասել է ես չեմ նահանջում ու տենց բազմաթիվ դիրքեր կան ու չեն նահանջում մնացել մարտի ամտել թշնամու հետ թշնամու եւ զոհվել է բայց այս մարդկանց անունները չգիտեն մերոնք չեն ուզում որ այս մարդիկ դառնան բանա մեր հերոսները բայց դրանք հերոսական կերպարներ են դրանց միջոցով պետքա չգիտեմ դաստիարակել խաղաղության մասին խոսելուց չի նշանակում որ այդ պատմությունները որևէ դեր չունեն Պարոն Բադասյան, երբ որ արդեն ավարտվել էր պատերազմը, ելքը պարզ էր, դուք էլ վերադարձել էիք եւ 21 թվականի արդեն երևի սկզբին էր կամ 20-ի վերջ, երբ որ այդ ճգնաժամը քաղաքական մի քիչ հանգուցալուծվեց, ինչ որ իմաստով սառեց եւ որոշվեց, որ այսինքն հանձնարարեցիք մի խումբ ձևավորվեց լրագրողների հետքում եւ սկսեցինք այդ մարտական գործողությունների վերականգնումը եւ այնպես ստացվեց սկսեցինք հենց Քարինտակ գյուղից եւ այդտեղից գյուղ փորձեցինք եւ կորուստները մարդկային եւ նյութական կորուստները, բայց Քարինտակի պատմությունը լուսաբանելուց շատ երևի ժամանակ ծախսեցինք, որովհետեւ մի քանի ամիս հետո նոր կարողացանք առաջի հոդված հրապարակել։ Երևի այդ ժամանակ խնդիրը շատ էր դրված էր նաեւ այդ պատճառը այն էր, որ միգրացիան էինք մենք հետո ուզում բարձենք մարդիկ տեղափոխվել էին, ուր էին տեղափոխվել, նույնիսկ ես հիշում եմ, որ փեթակ ինչ որ հաշվարկներ էինք անում, իսկ առանցքում նաև զոհվածների պատմությունները, մարտական գործողությունները եւ հետո այդպես բնակավայր հասանք մինչեւ Թաղավարտ եւ հետո Հայկը արդեն միացավ մեզ, կավ հետքում աշխատանքի եւ Հայկն էլ Ռիմայի հետ հոդված ունեցան հետո
Հայկ անհետ կորածների պատմություններով սկսեց զբաղվել եւ արդեն Հայկը մասնակից է պատերազմի գլխավորապես, եւ նաեւ նոր խոսում էինք, Հայկը ասում էր, որ դա քեզ նաեւ օգնել է Հայկ հետագայում հոդվածները գրելու աշխփուլում ոչ թե օգնել է, այլ ինքը բնական հետաքրքրություն, այսինքն այդ բնական հետաքրքրություններ հասկանալու համար ինչի այդպես եղավ, որովհետեւ այնտեղ էլ տեսնում ես այդ ամեն ինչը, բայց չես հասկանում։ Դու այնտեղ ես ու չես հասկանում։ Որ մնաց այն մարդը, որ այնտեղ չի ու ուզում է հասկանա։ Այդ բնական հետաքրքրությունը առաջ մղեց ու նենց եղավ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց աշխատել այդ թիմում, պատերազմ ուսումնասիրողների ու հենց առաջին նյութը, որպես լրագրող, հենց պատերազմին էր վերաբերում, կարծեմ Ուրալն էր, այդ Մեղրի զորամասի, հա, Ռիմայի հետ, հա, մի Ուրալի պատմություն, ու այդ ինձ ոնց որ իմ համար փորձակար էր, որ հասկանայի, այսինքն մենակ մի պատմություն, ոնց որ մի մեքենայի պայթյունի պատմություն, ինչքան շերտեր ու ինչքան տարբեր ինչ որ մեկնաբանությունների կարա արժանանա, այսինքն սպաներ ուրիշ բան էին ասում, զինվորներ ուրիշ էին, կային զոհվածներ, կային փրկվածներ, այդ ինձ ոնց որ փորձ եղավ հասկանալու համար, որ ինքը էլի միանշանակ չի, դու կարող ես շատ ժամանակ ծախսես, մեծ ռեսուրսներ կարան ծախսվեն այս գործի վրա, բայց էլի պատասխանները միանշանակ չեն, ու ինձ միշտ զարմացնում է այն, որ մարդիկ արդեն չգիտեմ, պատերազմից մի տարի, 2 տարի հետո արդեն հասկացել են, չգիտեմ, գրքեր են գրում, մեծ ֆիլմեր են անում, կոնկրետ պատասխաններով։ Ինձ թվում է, ինչքան ոնց որ շատ ենք խորանում, այնքան ավելի շատ հարցեր առաջանում, բայց երևի թե նրանից է, որ մենք չենք ավարտել այդ ամբողջ պատմությունը այն խորությամբ, որը ոնց որ մեզ առաջադրել եք, էլի։ Եթե մենք ավարտենք, այդ վաղ կգա արդեն վերլուծության փուլը։ Նայեք, մենք մի քիչ նաև դանդաղացրինք մեր աշխատանքը, ինչի դանդաղացավ, որտեղ այդ քննիչ հանձնաժողովը, որ ստեղծեց, սկսեցին վարձաքննության կանչել մասնակիցների, հարյուրավոր սպաների, բանի այդ ժամանակ այդ սպաները նաև տենց հրաժարվում էին մեր հետ հանդիպելուց, ասում էին դե սպաս տեսնենք ինչ ալնում նոր, այսինքն դա եւ օբյեկտիվ պատճառ կա եւ նաեւ չգիտեմ, ես մտածում եի, ասում եի լավ, կարող է այդ հանձնաժողովի զեկույցի մեջ ինչ որ բաներ լինի, որոնք մեզ նաեւ օգտակար լինեն, բայց տենց էլ այդ զեկույցը չտեսանք։ Նաեւ պատճառներից մեկը դա է, պատճառներից ընդհանրապես տեղեկատվություն ստանալը մեծ խնդիր է պատերազմի մասին։ Ես ինչքան մոտ 2 տարի երևի տենց պայքարեցի այդ պատերազմից հետ, պայքարել չէ, փորձեցի ձեռք բերել կամերաների նկարահանումները, դե գիտեք, ամբողջ ճակատով կամերաները ձայնագրվում էին, այդպես էլ չկարողացա, տարբեր խոստումներ տվեցին, կլինի, չի լինի, հիմա դա գտնվում է բանում ՊՆ-ում, Վերևարաբաղից, ՊՆ-ում, Պաշտպանության նախարարությունում կա, հիմա չգիտենք դա կլինի, կպահպանվի մի տարի հետո, 2 տարի հետո, ինչ վիճակում է դա։ Դուք անհանգստություն ունեք, որ արխիվը չի պահպանվի։ Դե, հա, մտավախություն ունեմ, որ կարող է ուղղակի փնթիության պատճառով չպահպանվի, չգիտեմ, որովհետև դրանց հետ պետքա զգուշ լինել, պետքա տենց հատուկ պայմաններում պահպանվել, մի քանի տեղ բազմացնել, պահել, չգիտեմ։ Իսկ մենք ինչ գիտենք, բայց ավարտեք ձեր միտքը։ Չեմ իմանում, այդ ժամանակ նույնիսկ բանի տենց նախարարի միջոցով փորձ արեցի էլի ձեռք բերել, հիմա որ Պապիկյանի կողքը նստած այդ նախարարը, բայց ինձ թվում է հենց հատուկ չեն տալիս, որ ինչ որ բաներ չկարողանանք անել։ Չեմ իմանում, չգիտեմ, իսկապես չգիտեմ, որտեվ ես չգիտեմն էլ այն անգամ մեր լսողներից մեկ գրել էր, որ շատ չգիտեմ, բառը շատ եմ օգտագործում, այդ դա իրականում պատերազմից հետո իմ մոտ տենց այդ չգիտեմը եկա, որովհետև բազմաթիվ բաներ գիտեի, որ հետո տեսա, որ չգիտեմ, մարդիկ կան, որոնց
որոնց ճանաչում էի, հետո իմացա, որ ես չգիտեի այդ մարդուն իրականում ով է։ Այդտենց բազմաթիվ բաներ իմ համար դարձան չգիտեմ, երբ որ հարցնում են, ասում եմ, չգիտեմ, մի քիչ անձնական բաներ կար այդ փուլում, երբ որ մարդկանց վրա ինչ-որ հաշվարկներ ես անում, բայց հետո տեսնում ես, որ քո հաշվարկները սխալ է, այսինքն այն ինչ որ դու գիտեիր իր մասին սխալ էր, ու տենց չգիտեմները եկել լցվել է գլուխս տենց։ Կարա գրքի վերնագիր լինի։ Հա։ Չգիտեմ։ Իսկապես։ Արխիվների մասով պարոն Բադասարյան, բայց հիմա նաև քրեական վարույթներ, գործեր կա, որոնք որ դատարաններում են, նաև հետքը դատավարություններ է լուսաբանում, այդ դատական նիստերի ժամանակ վկայություններ են լինում եւ արժեքավոր էլի տեղեկություններ են դուրս գալիս։ Բայց առաջարկում եմ սկսենք Ջաբրայելի կողմից գալ։ Մենք իհարկե թարս ենք սկսել աշխատանքը, Շուշիի մատույցներից էինք գնում լուսաբանումը միջև Ջաբրայելի ուղղությունը, փորձում էինք կանոնավոր մի բլոկ, այսպես ասած, փակենք, բայց ժամանակագրորեն Ջաբրայելը Հայկ դու այդտեղ դու լուսաբանել ես գործողություններից, մարդկանց այդ վկայություններից ես լսել, այդտեղ ձախողված օպերացիաների մասին ես գրել, Լելեթեփեի օպերացիայի մասին ես գրել, իհարկե տեղանքը մի փոքր այլ է, բայց պատերազմի առաջին շաբաթը մեր զորքերը դիմադրում էին եւ ամուր կանգնած էին։ Ինչ եղավ, երբ որ այդ ճակատը, այսպես ասած, կազմաքանդվեց։ Հիմա դու դա հարցնում ես, որ ես որպես լրագրող պատասխանեմ, թե որպես, չգիտեմ, մի քիչ գործից հասկացող մարդ, որտեվ պատերազմից հետո ես գրեցի տենց մի կարճ հոդված, ինձ համար պարզ էր, թե ինչի ենք մենք պարտվել եւ գրեցի, որ կառավարում չկար։ Եվ հիմնական պատճառը դա էր, որ բանակը չէր կառավարում։ Այդ դատական գործերի մասին հիշեցիր, Էմիջայլոս մի քանի դատական գործերով նաև հարցաքննվել է Կամո Վարդանյանը։ Երբ որ նրա ցուցմունքները նայում ես, նրա պատասխանները, հիմնականում ասում չեմ հիշում, այդ պահին այնտեղ չեմ եղել։ Զարմանալի է, որտեղ բոլոր գործողությունների տակ որպես շտաբի պետ ինքը պետքա ստորագրեր, այսինքն ինքը բոլոր մանրամասներին պետքա իմանա։ Հիմա որ ինձ ինչ որ բաներ հարցնեն մարտական գործողություններից, որոնց ես մասնակցել եմ կամ եղել եմ, ես դետալներով կնկարագրեմ, այդ պահին ով ինչ էր անում, ով առաջինը կրակեց։ Հիմա բանակի շտաբի պետը չի հիշում գործողությունները, ամենակարևոր գործողությունների մասին ինքը մանրամասներ չի իմանում։ Ասենք չի իմանում, թե ինչի տանկերը 100 կիլոմետր քշելուց հետո պետքա հետ գան եւ լիցքավորվեն ու գնան մարտական գործողություն, Ջաբրայելի գործողությունների մասին է։ Ու այդքան քշելուց հետո նրանք պետքա գնան գործողությունները։ Այսինքն այդ գործողությունը չպետք էր ստորագրվեր, այսինքն չպետք էր իրականացվեր, որովհետեւ այդ մանրուքները հաշվի առած չէր։ Հետո հաշվի չեն առել բանակի բարոյահոգեբանական վիճակը։ Չգիտեմ, այդ դրա համար եմ ասում, մենք մտել ենք հիմա միտեղ, որտեղ ամեն ինչի մասին պիտի մանրամասն խոսվի, բայց մենք չենք հասցնի տենց խոսել։ Ինչու ճեղքեց Ջաբրայելի առաջին շաբաթը դիմադրում էին, նորմալ դիմադրություն է, ճիշտ է, զոհեր չկար, չհամալրված այդ գումարտակում, հիմա գումարտակը չգիտեմ, չհամալրված էր այդ գումարտակում այնքան մարդ չկար, որ պետք է լիներ։ Երբ որ վիրավորվում էին կամ զոհվում էին, նրանց տեղը դատարկ էր մնում։ Եվ նրանք չէին կարող, ասենք մի շաբաթ առավոտից գիշեր մարտական գործողություններ անեն, պլանա լինում, հա, գործողություններ էին անում։ Մի շաբաթ մարտական գործողությունների մեջ են եւ իրանք չէին կարող էլ դիմանալ։ Այդ զորքին պետքա հետ քաշես, որ հանգստանան, նրանց պետքա փոխարինեն։ Այնքան վատ էր ամեն ինչ կազմակերպված, որ տենց ճեղքում եղավ։ Դիրար այնքան բաներ կան, օրինակ անընդհատ հետաքրքրվել են, թե այս ընթացքում մեր հատուկ ջոկատայինները ինչ գործողություն են կատարել թշնամու թիկունքում։ Համարյա ոչ մի բան չեն արել։
հատուկ ջոկատայիներին տարեր կանգնեցրել են դիրքեր էին պահում, նրանք դիրքերում ինչ գործ ունեին։ Նրանք ինչի չէին մտել, չգիտեմ, թշնամու թիկունքը, ինչի դիվերսիոն գործողություններ չեն արել։ Իսկ հիմա այդ հարցերի պատասխանը ոչ մեկից չես կարող իմանալ։ Մեր փորձերը ինչ են ասում այդ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ։ Դե մեր փորձերը, երբ որ ասում եմ, երբ որ չգիտեմ, պետքա կայքը լինի, պետքա գիրք գրենք, այդ վկայությունները պետքա դնենք մեջը, որ տենց մենք ճիշտ է վերջում ինչ որ եզրակացություն անելու ենք, գրելու ենք, սենց ա եղել, ասենք այս դիվիզիայի հրամանատարը այդ ժամանակ չգիտեր ուր էր, իր հրետանուն սխալ ուղղությամբ էր տեղավորել, որտեղ խոցելի են, այդ ժամանակ այդ ամեն ինչից կարանք հանգիստ եզրակացություն անենք, բայց պետքա այդ ամբողջ մանրամասները տենց գրենք։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ մենք որոշակի աշխատանք արել ենք եւ այդ աշխատանքը հոդվածներով հրապարակված եւ վկայությունները կա եւ նաեւ փորձել ենք այդ վկայությունները համադրել, այդտեղից ճշմարտությունը զտել, որովհետեւ մարտական գործողությունների մասին օրինակ մի կոնկրետ գյուղում տարբեր մարդիկ տարբեր բաներ են պատմում մի գործողության մասին եւ հետո դե մեզ համար էլ է շատ դժվար լինում ում հավատալ մենք օրինակ եղել է որ հոդված են գրել Հայկը Շուշիի մատույցներում Շուշի Լիսագոր հատվածի մասին այդ հատվածում այդտեղ զոհեր էին եղել շատ ծանր մի պատմություններ եւ դրանից հետո մասնակիցների մի խումբ այլ բաներ պատմել եւ հետո մեկ այլ խումբ եկել էր հաշիվ բարձելու որովհետեւ իրենք էլ իրենց տարբերակն ունեին եւ Հայկը այդ օրը օրինակ մնաց մինչեւ գիշեր շատ ուշ ժամ որ հանկարծ բան չլինի որ կրքեր հաշվի հարդար չտեսնեն նաեւ չթեժանան եւ ուզում եմ ասել որ թեև այնուամենայնիվ այդ ճշմարտությունը զտելը այդքան էլ հեշտ չի բայց վկայություններ կա որոնք որ արժեքավոր ենք մենք համարել բայց ինքնարցքով առաջի հա բայց հետո այդ վկայություններից լսելուց հետո մենք գալիս ենք այդ ճիշտ եզրահանգման տենց չի որ սխալ ենք անում էլի այսինքն այն ինչ որ գրել ենք մենք ճիշտ ենք գրել այդ տղաները հա խոցվում են շատ արագ խոցվում են չգիտեմ որովհետև նրանք մասնակցել են գործողությանը հետո մենք ինչ որ բան ենք գրում որ դառնում է որ իրանց հետ մասնակցությունը չգիտեմ որևէ նշանակություն չի ունեցել կամ սխալ են արել կամ սխալ տեղ են կանգնել կամ մեքենան ուշա չգիտեմ ուզում եմ ասեմ մենք դրանից հետո ճիշտ եզրակացության են գալիս մենք նույնիսկ խնդիր էինք ունենում տերմինների հարցում հիշում եք պարոն Բադասարյան չգիտեմ ճեղքում բառներ շատ զգայուն իրանց համար զինվորականների սպաների նույնիսկ բարձրաստիճան կամ նահանջ բառը որը ճեղքում են Ջաբրայելի կողմից ճեղքում ա եղել այդ ճեղքում ա եղել բան չի եղել բայց հանրային ընկալումների մեջ էլ իմ կարծիքով այդ տերմինների մասով կարելի է բարձրաբանել օրինակ իմ կարծիքով մեծ մասի մոտ օրինակ նահանջ բառը ինքը ինչ որ բացասական բան է առաջացնում ավելի շատ մոտեցվում է փախուստին բայց նահանջը այսինքն ինքը տակտիկական հնարք է ավելի հարմար է դիրք զբաղեցնես հետո ամրանաս ու նորից գործողություն անես դե նույն մասնակիցներն էլ էլի ասում են ինչ եք ասում նահանջ մենք չենք թողե գնացել հա այդ առումով ինչ որ ասում ես կարան հակասեն այդ բաները վկայությունները իմ կարծիքով այդ շատ նորմալ է ու առաջին փուլում մենք հավաքում ենք բոլոր վկայությունները օրինակի համար որ հարցում էի Ջաբրայելից մենք Ջաբրայելի առաջին շաբաթը ունենք այն մանրամասնություններով որ չգիտեմ զորամասի հրամանատարից միջև զինվորականներ ընդհուպ միջև երբ որ պատերազմը սկսվեց ոնց է չգիտեմ սպայական շենքում դռները ծեծում առաջին ում դուռը ծեծին հետո ում դուռը հետո որ եկան ԿՊՊ հավաքված ծնողների բանը ռեակցիան օրինակ Կիրակի օրեր ժամը 7-ներ այդ օրը կային լիքը ծնողներ այդտեղ հավաքված որոնք եկել են տեսակցելու այդ մասշտաբի մանրամասնություններով մենք վկայություններ ունենք հավաքած ու էլի ոնց ասեցինք էլի մեծ մասը մեր գործերի հրապարակված չի մենք անդադ հավաքում ենք ու համեմատում ենք ու ինչ որ փուլի պետքա այդի սախ իրար կպնի ամբողջանա այսինքն այդ փազլները իրար կպնեն դարձնան ամբողջական պատկեր Գուցե նաև դե թեման զգայուն է նաև պարոն Բադասարյան Հայկ որովհետև պարտությունից հետո փնտրում են միշտ մեղավորներ
Դե պետքա կոնկրետ մեղավորներ կան, պետքա իրանք պատասխանատվության ենթարկվեն։ Տենց չի, որ մեղավորներ չեն եղել։ Մեղավորներ կան եւ չգիտեմ, հիմա այս փուլում ինչ որ դատական process-ներ կան, ինչ որ մարդկանց դատապարտված են, կալանավայրում են, բայց պատերազմը իրականում չի քննվում։ Պատերազմը նույնիսկ 44 օրյա եթե մի կողմ թողենք, 22 թվականի պատերազմի մասին մենք ինչ գիտենք։ Նայեք, այդքան թշնամին մտել է մեր տարածք, չգիտեմ, 7.5 կիլոմետր ջերմուկի հատվածում առաջ եկել ընդ որում մոտ ինչքան մոտ 8 կիլոմետր ճակատով տենց առաջ է եկել Սևանում, Վարդենիսում ներքին հանդում ջերմուկի վերևը, Սև քարում, չգիտեմ, ներքին հանդում, այդքան տեղերը թշնամին մեր տարածքում է։ Մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել այդ սեպտեմբերյան հարձակման ժամանակ ու դրա մասին մենք համարյա չգիտենք, որը մեկ ասենք թշնամին, եթե այդ հարձակման ժամանակ մենք նրանց ջարդեինք, այս քաղաքական այս իրավիճակը չէր լինի։ Այսինքն Հայաստանը այսքան թույլ չէր լինի եւ ամեն ինչ չէր կարող Ալիևը պարտադրել մեզ։ Ես մինչեւ հիմա ասում եմ, լավ, այդ գործողությունը ձախողվել է։ Չեն կարողացել պաշտպանել մեր պետական սահմանները, դրա համար որևէ մեկը պետք է պատասխան տա, թե չպետք է տա։ Բայց հիմա դրա մասին չեն էլ խոսում, այդքան գերիններ գնդակահարեցին, այդքան դաժանություններ արեցին ադրբեջանցիները մարմինների նկատմամբ մեր զոհերի, հիմա ասում են դրա մասին չպետք է խոսենք։ Ու հետաքրքիր է որ հանրային օրակարգում էլ չկավ անցավ էդի ու մարդիկ նենց արագ մոռացան էդի ու հիմա որ հարցնես տարածքների կորուստ տարածքների կորուստ հիմա որ հարցնես ոչ ոք մեծ մասը չի հիշում որ 22 թվականի սեպտեմբերի 13-ին այդ արևելյան մասով հարձակում եղավ նենց հերոսական դրվագներ որ ասենք կադրային օֆիցերը դեսանտագրոյեն հիշում եք Վանվասան Արմանը Զաքարյանը որ անցել էր ամբողջ 44 օրյա պատերազմի մեջ մինչև Շուշի այսինքն մազով պրծած էլ այդ ամեն ինչից եկել էր դարձել էր էլի սովորել էր վերապատրաստել էր դարձել էր ջերմուկի զորամասի հետախուզության պետ ու այդ օրը այդ գիշերը ինքը զոհվել է դիրքի ավակին վիրավոր դեպի դիրք հետ քաշելուց գլխին ուղիղ նշանառությամբ դիպուկահարը կրակել է ու տեղում մահացել է բայց այդ տղեկի անունները ոչ ոք չի հիշում ոչ ոք չի խոսում դրա մասին այսինքն հասկացանք եթե վերևից չեն խոսում բայց այդ հանրային այդ ուշադրությունը հիշողությունը մարդիկ եթե sense հիշողները հիշում են այնպես չի որ հայ տենց ոչ մեկ չի հիշում ընտանիքներ կան հիմա բոլորիս դե հարազատներ իհարկե հիշում են բայց մեզ հարազատ մարդիկ էլ կան զոհված ընկերներ կան զոհված եւ ընդհանուր բանում կա պատերազմի հետևանքը դեռ զգացվում է այսինքն դու ես մի քիչ համաձայն չեմ որ ընդհանրապես չի խոսվում դե պարզապետական մակարդակով այդ պատերազմի թեման փակված են համարված են համարենք մեր հարցում անենք ասենք քանի զոհ ա եղել նույնիսկ զոհի թիվը մարդիկ չեն պատկերացնում որ մի օրվա մեջ 200-ից ավել զոհ ա եղել այսինքն էդի մարդկանց հիշողության մեջ չի նստել էլի էդի անցել է այսինքն ոնց որ իմ կարծիքով օրակարգ կարող են ստեղծեն այնպես որ ինչ որ բաներ կարա անցնի ու դա շատ վտանգավոր բան է երբ որ ասենք մարդիկ իրանց կյանքը չեն նույնիսկ խնայում ու իրանց հետո մոռանում են որովհետեւ միակ բանը որ մենք կարանք անենք այդ տեղի համար իրանց հիշելն ենք որովհետեւ Աստված չանի նորից որ պատերազմ լինի գնալով արդեն քիչ այդ հերոսական տես տղեկ կլինեն էլի որովհետեւ կհասկանան որ մոռացում է տես բաներ դա ահավոր վտանգավոր միտում է իմ այս մոռացկոտությունը Քո ասածի շարունակությունը վերջին օրերին արդեն պատերից գրաֆիտներն են մաքրում զոհվածների Երևան քաղաքի չգիտեմ այնուամենայնիվ դա ինչ որ հիշելու ձև էր գրաֆիտներ անելը դե կարող է մեկնաբանեն չգիտեմ զուտ էսթետիկ առումով կարող է մտածում են ավելի այտենց հետաքրքիր ձևով կարան հարգեն հիշատակը կարող է այտենց մեկնաբանեն բայց ամեն դեպքում հա
Չգիտեմ, այդ դիակներ թողելը, դիակներ հանելը, այդ էլ պատերազմի ժամանակ շատ բան էր տենց։ Այս նուրբ թեմա է, էլի, ասենք տեղեր ա եղել, որ դիակները թողել են, չեն կարացել հանեն, տեղեր ա եղել, երբ որ ասենք ընկերը գնացել ա ընկերոջ դիակը հանելու, ինքն էլ ա զոհվել։ Այդ Արմանի մասին գոնե ինչ-որ ֆիլմ բան արեցին, հիշում եմ, մեզ էլ հավերեցին։ Օրինակ Արմանը ոչ մեկ չէր գնում դիրքի ավագի դիակը հանելու, Արմանը գնաց։ Դրա համար եմ ասում, այդ մարդկանց մասին պետք է գրել, էլի, վերջո սենց ասում ենք Արմանը գնաց, բայց դե տենց պարզ նախադասություն չի, Արմանը գնաց, որ, չգիտեմ, իր զինվորի, տենց ասեմ, իր զինվորի դիակը հանի։ Հետո ինքն էլ զոհվեց, իր դիակը չէին հանել, ինչքան հիշում եմ, հետո են հանել։ Այս պատմությունները պետքա, չգիտեմ, իմանան կամ պետքա սրա մասին գոնե գրեն, որ հետո, չգիտեմ, հաջորդ սերունդները իմանան, որ տենց հերոսական դրվագներ են եղել մարդիկ, իրենց կյանքը դրել են ընկերոջ դիակը կամ վիրավոր ընկերոջը հանելու համար։ Երբ որ ասում են սերունդները պետք է դաստիարակվեն, այս օրինակներով պետքա դաստիարակեն։ Երբ որ հիմա ասում են մեր խաղաղություն է Ադրբեջանի հետ, ես չեմ ասում, որ չեմ հավատում, որ խաղաղություն է, որովհետև խաղաղությունը մենակ քո բանակը կարող է ապահովել, հասկանում ես, երբ որ քո բանակը այդքան ուժեղ չի կարող իր սահմանը պահել, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Հիմա վաղը որ հարձակում լինի ամբողջ բանը, իշխող դիրքերը ադրբեջանցիների վերահսկողության տակ է, նույնիսկ մեր տարածքում եւ ինժեներական աշխատանքները անընդհատ տարվում։ Դրան զուգահեռ, դե քանի որ մեր աշխատողներն էլ այդ 25-օրյա բանին գնում են, հավաքներին գնում են, երբ որ գալիս են պատմում են մեր դիրքերում ինչ է կատարվում, առանձնապես նենց բան ես անում, խորը անկճախտի մեջ ես հայտնվում, որովհետև դրան զուգահեռ մենք ինժեներական աշխատանքներ չենք տանում։ Հիմա կասեն բունկերներ ենք սարքում, չգիտեմ, բայց բունկերներով բանը սահմանները չես կարող պահել։ Բայց միևնույն ժամանակ նաև ասվում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, եթե չեմ սխալվում, ասաց, որ այնպես արդեն խաղաղությունը այն աստիճանի է, երբ որ առանց մագազինի, առանց պահունակի զինվորը կանգնում։ Դե լավ, եթե հեքիաթ լսի, աշխարհում տեսնում ենք ինչեր է կատարվում, չգիտեմ, ով ում վրա մոտավորապես ուզում հարձակվում է, երբ ուզում հարձակվում է, որևէ պայմանագիր հաշվի չեն առնում, միջազգային որևէ բան չի պահպանվում, ինչ կայուն խաղաղության մասին է խոսքը։ Ես ուզում եմ մենք խոսենք նաև անհետ կորածների պատմություններից, իհարկե մենք Հայկի հետ խոսել ենք անհետ կորածների վերջի իհարկե 23 թվականի պատերազմում անհետ կորած անձանց պատմությունների մասին, բայց 20 թվականին որոնողափրկարարական աշխատանքներ են եղել ավելի համակարգված, որովհետև այնուամենայնիվ Արցախի կառավարություն կար, գործում էր եւ 23-ի հետ ընդհանրապես համեմատելու չի իմ կարծիքով։ Եվ Հայք հիշում եմ նաև այն հոդվածը, որ դուք նաև քարտեզագրում եք, թե որտեղից են մարմինները հանել, որոնք որ հետագայում նաև անհետ կորած անձանց հարազատներին ինֆորմացիա էր տալիս, իրենք էլ այդպես կարողանում էին հասկանալ էլ բացի կոնկրետ այդ խմբի մարդկանցից, ում հետ որ եղել է իրենց զավակը, հարազատը, նաև էլ ինչ խմբեր են եղել եւ իրենք էլ իրենց հետաքննությունն էին անում իրենց հարազատի ճակատագիրը բարձելու ուղղությամբ։ Ես հիշում եմ, որ նաև տվյալներ դու կարողացար ձեռք բերեիր, մի փոքր կպատմես այդ փուլի մասին։ Նախ ասեմ, երբ որ պարոն Բաղդասարյանը ասաց այդ գործը անենք, իմ մոտ տենց լավ ես չի հասկանում, խենք էսի անում էլի, այս բային, եթե պատերազմ ենք ուսումնասիրում, այսինքն կանանք մարտական դրվագներ, այն ինչ որ պետք է անենք, շատ ժամանակատար էր։ Ու ես լավ չէի պատկերացնում, դա ոնց պետքա մեզ օգնի պատերազմ ուսումնասիրելու այս մեր գործում։
Բայց ընթացքում էդի հասկացա, այսինքն մենք որոշեցինք, որ որոնողական աշխատանքների քարտեզագրում իրականացնենք, այսինքն որը որտեղ են գնացել, քանի աճ ունեն հանեմ, ու հետո նաև կարողանանք բարձենք այդ ասենք այդ պարկերը կոդավորվում է, բան այդ շատ ինֆորմացիաներ կա, էլի, մենակ այդ օրը մեկ էլ այդ աճուների քանակը չի, էլի։ Ու մեզ հաջողվեց, այսինքն մենք գնացինք Արցախ, կարացանք որոնողական աշխատանքների համակարգող օպերատիվ շտաբի պետի Դավիթ Աբաղյանին հետ, այսինքն աշխատել, այսինքն խնդրեցինք, որ մեզ տրամադրի ու այդ փուլում կարացանք վերցնել այդ տվյալները ու աշխատեցինք այդ տվյալների հետ ու հետո դա մեզ շատ պետք եկավ անհետ կորածների դեպքերը ուսումնասիրելիս. Այսինքն առաջին բանը, որ մենք անում ենք, անհետ կորածների դեպք ուսումնասիրելիս, նայում ենք այդ տարածքում որոնողական խմբերը ինչ են կարողացել գտնել։ Կլինի դա մասում, կլինի դա ինչ որ առարկա, ու դա շատ մեզ օգնեց։ Այդ տեղեկությունը, այսինքն ինքը մեր հիմա էլ կարող օգնի։ Մենք քարտեզագրել ենք օրերով ու ունենք մեծ բազա, տվյալների բազա։ Նաև պետք է ասենք որոնողական խմբերի մասին, որոնք պատերազմի ավարտից հետո, հրադադարի հետ, կապիտուլյացիայից հետո, մի քանի օր հետո, այսինքն 9-ին եղավ, նոյեմբերի 13-ից 20 թվականի, մինչև 2022 թվականի փետրվարի 23, այդ տղեկը ամեն օր դուրս են գալի, մենակ դուրս չեն գալի այն ժամանակ, որ, չգիտեմ, եղանակային պայմաններն էր վատ։ Ու այդ տղեկի հետ էլ մենք հանդիպել ենք, այդ մի ուրիշ լրիվ պատմություն է, այսինքն այդ մարդիկ լիքը նույնիսկ, չգիտեմ, հոգեբանական, չգիտեմ, ծանր վիճակների մեջ էին, էլի, այսինքն պատկերացեք ամեն օր դու գնաս մասում քաղաքես, հա, չգիտեմ, գտնելուց դե ինչ որ իմաստով ոգևորվում է, որ իհարկե, որովհետև այսինքն դեռ ծնողների բանակ է սպասում, գոնե ինչ որ մի հատ լուրի, ինչ որ մի հատ տենց թեթևակի տեղեկություն իրան կարա, ասենք, չգիտեմ, իրան կարա այդ բան անի, հանի այդ բանից, անորոշության այդ ճահճից։ Այդ առումով պետք է նշենք նաև Դավիթ Աբաղյանին, որը ֆանտաստիկ շատ մեծ գործ է արել, այսինքն հիմա օրինակի համար, եթե դուք անհետ կորածի ծնող եք ճանաչում, իր համար այդ անունը շատ հայտնի է, էլի։ Կոմունիկացում էր, այսինքն նույնիսկ այն աշխատանքները անում, որը իրան տենց, չգիտեմ, հաստիկով, այսինքն պարտավորված չէր, էլի, այդ պատասխանները տար անընդհատ կապի լիներ, այդ կարողանար իր ուժերի ներծին չափով օգնել այդ ծնողներին։ Ու այդ շատ կարևոր է, որովհետև տարբեր բաներում ապարատներում կային այտենց մարդիկ, որոնք ոնց որ իրանց ուժերի ոնց որ նույնիսկ ավելիով ուզում էին օգնեին, էլի, զուտ բանի հա մարդկային, էլի, առումով։ Պարոն Վասիլյան, հիշում եմ, որ հետք մեդիա գործարանում սովորող ուսանողներից երկու հոգու հարազատ անհետ կորել էր, մեկը շողակաթի պատմություններ, մեկը այսինքն շողակաթի եղբոր եւ Սվարյան Անահիտի եղբոր, այսինքն հետքի ուսանողներն էլ նաեւ սկսեցին որոնողական աշխատանքներ եւ դա լուսաբանել, դա հետո դարձավ նաեւ պատմություններ եւ այդ փուլերում ինտենսիվ նաեւ այստեղ Երևանի դիահերձարաններում փնտրտուքի բաներ կար, մի փոքր այդտեղ բաներ կա, որ դուք գուցե ասեք դժվարություններ, բարդություններ։ Հա, հետք գործարանը այն ժամանակ Հովհաննիսյան Անիներ բանը ղեկավարում, ես ճիշտ ասած դեմ էի, որ ուսանողները գային, բայց նաև պատերազմի ժամանակ իրանք եկան Ղարաբաղ, նաև դից էի ուզում սկսեի, բայց դե իրանք ասում էին, որ ուզում են, եւ ուսանողների կարծեմ երկու խումբ եկան, մեկը շտապ օգնության մեքենայով, ինչքան հիշում եմ, իրանք եկան ու նյութեր արեցին, հա, այդ փնտրտուքը դիակների շատ բաներ տառապալից էր, իմիջայլոց այդտեղ այդ աշխատակիցներից մեկ աղջկան ինչ էր, Հայկ Էլենը, հա,
ես կարծում եմ ինքը հարազատների հետ ամենալավ շփվող, ամենաշատ շփվող իրանց տենց ապրումներով ապրող աշխատող էր, հիմա չգիտեմ կա թե չկա եւ նաեւ զարմանում է թե այդ աղջիկը ոնց է այդ ամեն ինչի մեջ այդքան տենց համարյա տարիներով տենց աշխատում եւ այնտեղ նաեւ մի բան եղավ, որ մերոնք ինչ որ մասունքների միջից հայտնաբերեցին բանի զինվորական գրքույկի ինչ որ հատված։ Հայ, գուցե դու պատմես, որտեղ դու ներկա ես եղել այդ։ Այդ ինչ որ ասում ենք դիրայր այդ որոնողական աշխատանքների բազան ունենալը տվյալների, էդի բերեց դրան, որ մենք կարողացանք Անահիտի դեպքում, Անահիտի աղբերը Անհետ կորած էր, Արամ Սվարյանը համարը իմացանք Դավիթի Խորհատի դիրքերում որոնողական աշխատանքներ գնացած խմբերի տղաների հետ կարացանք կապվել, իմանալ ինչ են գտել, այդ գտածները, պարկերի կոդերը իմացանք ու այդ ձև Էլենի օգնությամբ կարացանք նաև այդ մասունքներին հասնել, ծանոթանալ, հա, այսինքն գնացինք մորգ ես ու Անահիտը այդ պահինց միշտ բան էր էլի թվում որ այսինքն գուցե Անահիտը չգա, բայց երկար խոսացինք, հասկացանք որ ինքը ուզում էր գար ու այդ ընթացքում երբ որ մեզ ցույց էին տալի որ այդ մասունքները, որը գտել են այդ վայրից չեն նույնականանում, այսինքն համապատասխան ինչ որ պետքա նույնականացում անցնի։ Ահա համապատասխան որակի պետքա լինի այդ մասունքները, որ կարող նույնականանան, մեզ ապացուցել համար որ չեն նույնական, նույնիսկ շուտ բան ասել է, բայց այսինքն փխրվում են այդ ոսկորները այդ մի հատ ասեմ էլի դիակները մեքենայի մեջ են եղել, ադրբեջանցիները մեքենան վառել են։ Այրվել են, հա։ Հա, ասխացած մասունքներ էին ու ապացուցել համար մեզ որ տեղից ոչ իման չի նույնական, նույնիսկ մենք շոշափեցինք այդ մասունքները ու հետո Այդիկ պարկից էր էլի, պարկից էր հանում մասունքները, հետո խնդրեցինք կարանք, ասացինք պարկը դատարկենք սեղանի վրա։ Ու երբ որ այդպես դատարկեցինք սեղանի վրա, տարբեր իրեր կային, այդպես նայեցինք բան, ու այդ իրերի մեջ մի հատ բիլետ էր, կիսավառված։ Զինվորական գրքույկ, որը այրված էր այն մասով, որ երևում էր կոդը բիլետի։ Ու հենց տեղում կարացանք ճշտենք այդ կոդով ու պարզվեց այն տղայի բիլետը, որը Արամի կողքն է մեքենայում։ Նույն վայրում, որը նաև անհետ կորած էր համարվում։ Ու այս դեպքը շատ բաների մասին է խոսում, ճիշտն ասած։ Այսինքն առաջին խոսումը նրանից, որ այսինքն ուսումնասիրություններ, որ ասում ենք բան, ինչ որ ամբողջական ու լիարժեք չի արվում երևի թե Դե հիմա օրինակ կարող է դիտող մարդկանց մոտ այդ հարցը ես պատմությանը որոշակի ծանոթ եմ եւ որը նյութով որը ձեր պատմելով բայց կողքից դիտողի համար լավ լրագրողները եւ անհետ կորածի հարազատը միասին գնում են պարզում են անհետ կորած անձի մասին կարևոր տվյալներ եւ նույնականացման բերում դա ինչ որ բաների մասին խոսում է, ինչի պիտի լրագրողները այդ գործով լրագրողները զբաղվեն։ Հա, այդ ժամանակ, քանի որ մենք քնչականից նաև հարցում էինք արել, եւ Անահիտի կարծեմ հոր հետ գնացել էր այդ քրեական գործներ նայել, եւ ընդհանրապես մի էջ պատմություն էր։ Այսինքն որևէ այդ վայրում գտնվողներից որևէ մեկին չէին հարցաքննել, նույնիսկ չգիտեմ փրկարարներին չեն հարցաքննել, որոնք այդ մասունքները, հարազատները, որոնք հարազատներն են, չես սկսում ինքնուրույն մոտավորապես հետաքննություն անել, ով է եղել եղբոր հետ, որ ուղղությամբ, որտեղից են եկել, իրանք էլ հսկայական ինֆորմացիա են կրում, դրա համար միշտ ասում եմ պետքա լսենք
հարազատները ինչ են արել, իրանք հաստատ բոլոր ծնողները իրար հետ կապ ունեն, իրար պատմությունները գիտեն, եւ այս ինչի պատմեցի, բայց իմ հարցից բայց կամ հարցը նրա Քննություններից մասն ենք էր, երևի։ որ Խոսում, քննություններ հա, տենց լրագրողներ։ հասկացանք, որ մի էջ, ասինքն քննություն չեն արել, ոչ մեկի հետ չէին հանդիպել, ոչ մեկին չէին հարցրել։ Հիմա չգիտեմ ինչ վիճակ է, որտեղ հարազատների բողոքներից հետո, ծնողների բողոքներից հետո անդադ ինչ-որ հայտարարություններ տարածվում, որ նոր խումբ է ստեղծվել, չգիտեմ, քննություն են արել, մեկից տեղ են փոխանցել, ինչ որ տենց բաներ բարբերաբար լսում էինք, հիմա չգիտեմ ինչ վիճակում է։ Բայց այդ պատմությունները պետքա վերջանա, տենց չի կարա տարիներով մարդիկ չեն կարա տենց բան անեն, մաշվեն, սպառվեն, չգիտեմ, այնտեղ բաներ կան, մի քանի հոգու մասունքներ կան, որոնք նույնականացրել են, ասենք ինչ որ կար 80%-ով, չգիտեմ, բայց հարազատների մի մասը դա չեն վերցնում, արժանավատ չեն արժանահավատ չեն, դրանց հետ էլ պետքա աշխատել, չգիտեմ, հոգեբանները պետքա աշխատեն, այդ մարդկանց պետքա այդ բանը փարատվի կասկածները, իրանք պետքա համոզել, որ դա իրենց հարազատն է, ոսկորները գոնե տանեն, հուղարկավորեն, այդպիսի դեպքեր էլ կան, տենց իրականում ողբերգություն է այդ ծնողներին, որ հանդիպում են, որ հանդիպում ես կամ մենք հանդիպում ենք, նրանք ոնց որ բան է, չապրող տենց մարդիկ լինեն, չգիտեմ, անընդհատ տան մեջ բոլոր տեղերը երեխու լուսանկարներ, մեծադիր, չգիտեմ, այդ պետքա այդ տառապանքին վերջ տան, էլի, եւ չգիտեմ դա ոնց պետք է անեն, բայց կարծում եմ պետությունը պետքա դա անի։ Այդ մարդիկ պետքա փարատեն իրենց կասկածները։ Արցախյան առաջին պատերազմից հետո ոնց եղավ։ Առաջին պատերազմից հետո անհետ կորածներ կան մինչև հիմա։ Ես հիշում եմ, որ էլի տենց բարբերաբար հավաքներ էր լինում, հարազատները տենց տարիների ընթացքում մարեց դա, բայց մենք ունենք տենց անհետ կորածներ առաջին պատերազմից։ Հա, մյուսն էլ զոհված անձանց, որոնք վերվել հուղարկավորվել են, իրենց հերոսական պատմությունների լուսաբանումն է, որ հետքում մի շրջան մենք գրեթե ամեն շաբաթ պատմություններ էինք ունենում եւ բայց վերջը այս պատմությունների վերջն էլ ինչ որ իմաստով չի երևում, այսինքն նախ ծավալը մեծ է, պարոն Բաղդասարյան, այսքան զոհ եւ այդքան զոհի պատմություն մենք հնարավորինս գրում ենք, բայց չգիտեմ վերջ ունի էս լուսաբանումը։ Նորից ասեմ չգիտեմ բառը, բայց պետք է արվի, դեր անդադ այդ եմ ասում, որտեղ ոնց որ եթե չգիտեմ ուրիշ պետությունը չի անում, ուրիշները չի անում, գոնե մեկը պետք է անի, որ մնա պատմությանը, չգիտեմ, պետքա դա լինի, չի կարող այտենց թողենք, ասենք որ լավ, այսքան մարդ զոհվել է, պատմությունը դրանով փակենք։ Մենք այս բանի վկաններն ենք, մենք չգիտեմ, ականատես ենք, եթե մենք չանենք, ով պետք է անի։ Պետությունը օրինակ խոստացել էր, այդտեղ պատգամավորներ կային նաև խոստացել էին կայք ստեղծել, գոնե զոհվածների նկարները եւ կենսագրական որոշակի տվյալ դնեին, բայց այդ էլ տենց ամբողջ հետո զինապահում տվյալներ դրեցին։ Զինապահում մենք նայեցինք այն անգամ մի քանի դեպքեր, չգիտեմ, տեքստերա գրած բոլոր դեպքերում իրականության հետ կապ չունեցող։ Դե մեկի դեպքում գոնե կապ չուներ։ Նույնիսկ մենք շատ չենք ուսումնասիրել, այսինքն մեր այդպես ֆոկուսը դրա վրա չի զինապահը վերլուծել, տեսնենք ինչքանով համապատասխան իրականություն, բայց նույնիսկ այս վերջերս մենք ուղղակի
աչքի ենք անցկացնում ու տեսանք նկարի մեջ անհամապատասխանություն կա։ Ինչու՞ մեկ Ալբերտի հետ կապված։ Պետք է երևի ուղղեն, չգիտեմ։ Հա, Այդ պետական այդ բաներից տեղեկություն ստանալը մեր չստանալը, որ չեն տալիս, օրինակ անհետ կորածներից մի ազգանուն էինք ուզում իմանայինք, տենց էլ չկարողացանք իմանալ։ Բայց դա ինչի բերեց։ Մենք մոտ 2 ամիս մի հատ անհետ կորածի պատմություն էինք ուսումնասիրում, այնտեղ մի հատ շփոթ մունք կար Արայիկ անվան մեջ յտարը չկար, Արայիկ էր եւ որովհետեւ չէինք գտնում դա ոչ զոհվածների մեջ, ոչ 23 թվականի պատերազմի նույնիսկ չգիտեմ ոստիկանության միջոցով խնդրեցինք նայել, իրանք մեզ աջակցեցին, նայեցին, ասեցին, որ այդ անազգանու մարդ չկա Հայաստանում։ Նույնիսկ այդ հատվածում ուրիշ անհետ կորածներ կային, նրանց հարազատները գիտեին, որ այդ մարդը անհետ կորած է, իրանց դիրքի ավակը, դիրքի ավակը գիտեր, որ իր զինվորը մոտավորապես անհետ կորած է, տենց ասեցիր վերջը այդ մարդուն, որ անհետ կորած չէ։ Մոտ 2 ամիս տենց տանջվեցինք, վերջ ինքն էլ իր հերթին փորձում էր օգնել այդ։ Ընդ որում այդ հարազատները մեզ օգնում են, ասում են մանրամասներ են ասում, որտեղ ա եղել, որ հատվածում իր մասին ինչ գիտեն, վերջում պարզվեց, որ այդ մարդուն թաղել են, արդեն հուղարկավորել են արդեն։ Աբովյանը։ Ասա էլ է ցուցիչ էլի։ Քննությունն իմ կարծիքով ոչ մի տիպի առաջ չի գնա, որովհետև մեծ հաշվով չկա այդ պահանջը, չկա այդ վերևից իջացրած, այսինքն պահանջը չկա, հարազատները Չէ, վերևից իջացրած պահանջը, այսինքն այն ուշադրությունը, այո, օրակարգում չի, այսինքն այդ քննությունները, որ լրջորեն մեծ ռեսուրս ծախսվի դրա ու ընթացք տրվի դրան։ Մեր տպավորությունն է թե 20 թվականի, թե 23 թվականի այդպիսին է։ Հիմա չգիտեմ, հիմա այս օրինակ 23 թվականի ծնողները, հարազատները անհետ կորածի, որոշել են այդպես միավորվել են, որ ասոցիացիա միություն ու ներքևից փորձեն, այսինքն ճնշեն ու փորձեն ինչ-որ տեղից շարժեն այդ գործերը։ Նորից գալով դատարաններում քննվող գործերին, մենք իսկապես տենց շատ այն ամենակարևոր գործողությունների վերաբերյալ քննությունների մասին շատ քիչ բան գիտենք, օրինակ լավ չստացված օպերացիաներից, որի հետևանքով զոհեր են եղել, գործողություններ, որտեղ թերություններ են եղել, որից հետո զոհեր են եղել եւ ամբողջ ընդհանրապես կառավարման վերաբերյալ։ Եվ հետո նաեւ այդ ուղղակի քաղաքական բանում sense քննարկվեց, խոսվեց, գնաց այնտեղ բունկեր մուտք ելք անող մարդիկ, բանակի հետ կապ չունեցող մարդկանց տեղաշարժ եւ այս հանգամանքները ընդհանրապես քննության եւ պատշաճ հետազոտության այդպես էլ կարծեք թե չարժանացան։ Հա, չգիտեմ, բանի մեջ հանձնաժողովի քննիչ հանձնաժողովում այդ հարցերը ուսումնասիրել են թե չէ, դրա համար եմ ասում, առանձնապես դժվար է ինֆորմացիա ստանալ, թե պետական տարբեր մարմիններ ինչ են արել այդ գործով, բայց պատերազմի ընդհանուր քննություն, քննչական մարմինները չեն տանում, տարբեր դրվագներով կան, բայց ամբողջական չկա, ի վերջո տենց ասենք միտեղ վերցնում ենք այս ինչ հարցով, այս ինչ բարձունքը գրավել, չգրավելու, նահանջելու, հանձնելու հետ կապված քրեական գործ է, բայց ամբողջ պատերազմը պետք է քրեական գործի նյութ դառնա, ամբողջ պատերազմը, որտեղ նաև քննարկվի հենց բուն կառավարումը, զորքի համալրում։ Գիտեք, այնտեղ օրեր կային, երբ որ կամավորները գալիս էին, դե սպայակալ չկա դրանց, ամբողջ դիմավորի ընդունի, ինչ որ մի տեղից սպա են բերում, չգիտեմ, կարող առաջնագծել են հանել, որովհետև սպա չկար։ Այդ նաև մտածում եմ այդ կամավորներին որտեղ պահեն, որ հանկարծ չգնան առաջնագիծ։
Եվ տեղ, չգիտեմ, Իվանյանում, Ասկերանի պոլկում հաց էին տալի, չգիտեմ, հատուկ հսկողություն էին սահմանում, սահմաններ, որտեղ զենքով մարդիկ։ Նրա այդ մարդկանց դու չես կարող տանես պատերազմի մասնակցել։ Ոնց կարող են կամավորներ գան, չգիտեմ, հարյուրներով եւ դրանք գումարտակներ, ոչ իրար ճանաչում են, ոչ գիտեն ով ինչ կարող է անի։ Այնտեղ մարդկար նույնիսկ առաջին անգամ պետքա ավտոմատ վերցներ։ Այդ տենց քաոտիկ վիճակ, քաոս էր իրական։ Դա 10-ից հետո։ Ինչից հետո։ Հոկտեմբերի 10-ից։ Հա, այդ որ կամավորների խմբերը սկսեցին գալ։ Նու հենց սկզբից, այսինքն ստեղ պատկերն էր, որ ընդհանուր համակարգը մոբիլիզացիայի չէր աշխատում։ Իսկ այդ կամավորների հախուռն գալը ինքը ամբողջ ինքը քայքայում էր, եղածնել, եղած կանոնավորությունն էլ քայքայում էր։ Ու դա նույնիսկ կապված է նրա հետ այդ բարեփոխումների, որ ասենք պատերազմից առաջ, այսինքն փոփոխություններ եղան ու կրճատումներ եղան ու այն պայստազորային սպաները, որոնք հենց պատասխանատու էին այդ մոբ անձնակազմին ընդունելու, բաշխելու, ներդաշնակելու կանոնավոր զորքի հետ չկային։ Այդ առումով լիքը, չգիտեմ, բաներ կան, տեքստեր կան գրված բարձրաստիճան զինվորականներ են, նախկին զինվորականներ են խոսում։ Այսինքն դրվագներով որոշել որներ պարտության պատճառը, օրինակ հակահարձակման մեջ մեղավոր են գումարտակերն որ Գառնիկ Մնացականյանը, Գեգամ Աբրամյանը, դա հեշտ է։ Իհարկե, եթե ունեն մեղավորություն, պետք է կրեն պատիժը, բայց այդ ամբողջը ինչ որ շղթայի մեջ պետք է դիտարկել։ Ու ինչ որ հեշտ է, ասենք, մի հատ sense անուն տալ, ասել, էս է մեղավոր, բոլկեքի մեջ դնենք, իմանանք դեմքերով, բայց պետք է համակարգային ուսումնասիրություն արվի, խորը։ Ես հիմա որ sense խոսում ենք, մտածում եմ երևի քննարկումը մենք ուրիշ ձևով պետք է կազմակերպենք, չգիտեմ, ասենք կամավորները առանձին, անհետ, ասինքն թեմատիկ բաժանեինք, որ ավելի տենց խորը օրինակներով բերենք, որ ավելի, չգիտեմ, կարողանանք տպավորել այդ մեր բացատրել մարդկանց, որ հասկանան։ Պարոն Բադասյան, իմ կարծիքով լավ կլինի, որ հենց ձեր տպավորությունը սեպտեմբերի 28-ին, այսինքն այն պատկերավոր կլինի կամավորների մասին, կանոնավոր զորքի մասին։ Սեպտեմբերի 28-ը ես մի քիչ բան եմ, մի քիչ շատ անձնական է դա իմ համար, էլի, ասենք ես չգիտեմ, մի 3-4 օր հետո արդեն եկել Ձիվյատի կիլոմետրի 9-րդ կիլոմետրի հատվածն էի նայում, տեսնեի այդտեղ հնարավոր է խրամատներ փորել, հողը ինչ վիճակում է, որտեղ բարձունքները դից է սկսում։ Ես նույնիսկ գնացի Ստեփանակերտում մի հանդիպման ժամանակ գեներալներից մեկին ասեցի, լավ կլինի դիրքերը բերեք այդ հադրութի բարձունքների հատվածում դնեք։ Ինքը ասեց, ինչ ես խոսում, ես հարձակում ենք սկսում, չգիտեմ, Ջաբրայելի գործողությունից առաջ էր դա, որ ես առաջարկում էի, որտեղ ես ասում եի, այս պատերազմը մի քիչ ուրիշ է, բանը թշնամին այնպիսի զինատեսակներ է օգտագործում, որոնց դեմ մենք չենք կարող տենց դիմակայենք, այդ է ասում, ինքը ասեցին, որ դե մենք գործողություն ենք պատրաստում, բայց ես զինվորական չեմ տենց ուղղակի ճիշտ է, ռազմական գործողություններին մասնակցել եմ, ինչ-որ բաներ հասկանում էի, բայց այդ ժամանակ ես հասկանում էի, որ պետք է ուղղակի հետ քաշվենք եւ ուժեղ ավելի բարենպաստ դիրքերում գտնենք եւ դիմակայենք իրականում անօթաչունները, հա, սկզբից շատ տենց տպավորիչ վախի մթնոլորտ էին ստեղծում, բայց որոշ ժամանակ հետո արդեն տղերքը սովորել էին եւ գիտեին, չգիտեմ, ձայնը լսում էին, մտնում էին խրամատներ, ցակնվում էին, այսինքն դրանց դեմ տենց դժվար չէր պայքարել, էլի։ Օրինակ այդ օրերին ես հիշում եմ Մարտունի որ գնացի, Բերթաշենյան առաջին հրամանատար Նելսոն Սողոմոնյանին տեսա, այդ էլի առաջին օրերն էր, Նելսոնին ասեցի ինչ ես անում, ասեցին առաջի պատերազմի դիրքերն են վերականգնում, այդ դիրքերը իրանց գյուղի ներքևն էր,
ինքն էլ էր հասկացել, որ պետք դե էլի բարձունքներն ա սկսում, իրանց բարձունքներում էր այդ դիրքերը, որտեղ դրանից ներքև արդեն հարթավայրն էր սկսում։ Այսինքն ինչ որ մարդիկ կային, որոնք զգում էին, որ պետքա ուրիշ ձևով պաշտպանությունը կազմակերպեն։ Իսկ եթե մարդիկ, որոնք որ պատերազմից այդքան էլ լավ չեն հասկանում ռազմական թեմաներից, դա բնագիծ, նոր բնագիծ ստեղծելու մասին էր։ Այսինքն այդ դիրքերը դնում էին նրա համար, որ հետագայում նահանջող զորքը, եթե զորքը նահանջի, դա լինի արդեն ոնց որ ես որ առաջարկում եմ, ես ասում եմ, բայց զինվորական չէ։ Ես առաջարկում եմ ընդհանրապես առաջնագիծը տեղափոխվել բան։ Նախ Լեռնային շրջան, նախ սահմաններ բանանում, հետո մեր տարածքում հեշտ էր, այսինքն Լեռնային էր եւ հեշտ էր, մենք վերևում ենք լինում, բարձունքում ենք լինում, հետո այդքան ռեսուրսներ ես նկատի ունեի, որ մենք չունենք այդքան ռեսուրս, այդքան մարդկային ռեսուրս չունենք, այդքան նոր լավ զենքեր չունենք, դե անօթաչուներ ունեինք, բայց տենց մի քանի հատ չգիտեմ, անօթաչու որոնք հետախուզություն էին անում, հետախուզություններ անում էին։ Հա, այդ որ ասում ենք պատերազմը հետաքննություն, նայեք, հիմա ինչ պատերազմի մասին մենք գիտեինք, թե չէ, հարձակման մասին։ Այդ հարցը միշտ տալիս են, Հայաստանը գիտեր, Ղարաբաղում գիտեին, որ հարձակում ա լինելու, որ Ադրբեջանը նախապատրաստում է հարձակման։ Ի վերջո բազմաթիվ հետախուզական տվյալներ կար զորքի կուտակման մասին, ընդ որում դա քանի որ ես տենց միշտ կապի մեջ էի, դա 2000 թվականին չի եղել, ասենք 2000 սեպտեմբերից առաջ չի եղել, 19-ից 2020 թվականից առաջ 20 թվականին չի եղել այդ կուտակումները, դա ավելի վաղ ա եղել, այսինքն իրենք եկել էին ինչ որ զորախմբեր էին տեղավորել, դիրքեր էին փորել, բլինդաժներ էին սարքել, այսինքն դա մի ամսվա պատմություն չի եղել, բայց հարձակումից առաջ մենք էլի հետախուզական տվյալներ ենք ունենում, օրինակ Ջաբրայելում սեպտեմբերի 25-ին համար 1 էր տված եւ ամբողջ զորքը դիրքերում էր։ Այսինքն բանակը սպասում էր հարձակման։ Հա, այսինքն իրանք գոնե, չգիտեմ, իրանց հրամանատարը որոշել է, բայց դա անհնար է, որ բանը չիմանար, ասենք նախարարը, շտաբի պետը չիմանար։ Մատաղիսում քեֆ էին անում։ Ստեփանակերտում քեֆ էին անում։ Հասկանում ես, այդքան բան ունենալու զուգահեռ ինֆորմացիա ունենալուն զուգահեռ, որովհետև այդպես չի, որ մենք առաջին հարվածին չէինք կարա դիմակայել։ Ես մի անգամ էլ միտեղ օրինակ եմ բերել, օրինակ բանում Մարտունի 3-ում համարյա բոլոր զորամասերին խփել էին, Մարտունի 3-ին չեն կարացել խփեն, որովհետև հոպի հրամանատարը այդ գիշերը քնած չի եղել։ Եվ իր բանում ա եղել, եւ խոցել են 3 անօթաչու սարք բանով իրանց։ Տրեցի պոլկի։ Հա, այդ նշանակում է, որ ասինքն եթե պատրաստ լինեին, եթե չգիտեմ, պատրաստում ենք հարձակման, նախ չնայած տարբեր տեղերից նաեւ զորքը հանած ա եղել, այսինքն նշանակում է, որ նաեւ նախապատրաստական բան իրանք ինֆորմացիա ունեցել են։ Զորանոցից դուրս են բերել։ Չգիտեմ, բայց զորանոցից դուրս բերելը քիչ է։ Այսինքն իրանք պետք է իմանային, թե հարձակումը ոնց, ինչով ա լինելու, չգիտեմ, անօթաչուների մասին պետք է իմանային։ Բայց դե նաև տեխնոլոգիան էր փոխվել, պարոն Բաղդասարյան, անօթաչուները արդեն 16 թվականի քարորիայից հետո արդեն པարզ էր, չէ՞, որ հին բանակի կանոններով չի, այսինքն զինտեխնիկան լրիվ արդեն մի փոքր այլ ձևով։ Հետո անօթաչուների դեմ տենց պայքարել կար, այսինքն հիշում եք, մի ընթացքում չէին կարողանում թռչել, անօթաչուները չէին հարձակվում։ Դրա դեմ այսինքն պայքարի ձևել կար, որ ժամանակին չեն մտածել։ Ինչ որ պոլե 21 էր, կարծեմ այդ լնատեսակով բերել էին եւ ամբողջ բանը համակարգը հաղորդման, այսինքն բանի խափանվել էր։ Այդ ժամանակ կարծեմ մի շաբաթ հարձակում չէր եղել, մոտ գրած օրերը երբ ա եղել, բայց մի շաբաթ հետո սկսվեց, որովհետեւ Ադրբեջան եկավ Իսրայելից մի խումբ, որը իրանց այդ
հաճախականությունը փոխեց։ Այդ ժամանակ այդ խումբը, որը Հայաստան էր եկել, որը Ղարաբաղում էր, այդ խումբը արդեն Ղարաբաղում չէր, որ նորից հաճախականության այդ նոր հաճախականության այսինքն դրա դեմ պայքարելու ձև էլ կա, տենց չի, որ այդ ժամանակ հիմա չգիտեմ այդ ձևով հնարավոր է պայքարել, չէ, բայց այդ ժամանակ կասեցրել են հաճախականության վրա ազդելով։ Դե մի փուլում է Ստեփանակերտի հենց օդը փակ էր։ Հենց պատերազմի ընթացքում այդ ձեր ասած այդ ընթացքներ։ Բայց պարոն Վասյան, այդտեղ նաև ռազմականից բացի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքն էլ է, մենք անընդհատ քննարկում ենք նաև ուսումնասիրել ենք բուն մարտական գործողությունները, բայց քաղաքական ամբողջ բանը ետնաբեմը պատերազմով է, այդ փուլում պատերազմն է եղել թեման։ Հա, այդ որ ասում էի բազմաշերտ, այդ շերտերից մեկն էլ է, ինչ էին անում, չգիտեմ, արտգործնախարարը այդ ժամանակ ում հետ էին, որ երկրների հետ էին, որ դեսպաններին են զանգել, որ երկրներ են, չգիտեմ, ինչ որ աջակցություն փորձել հայտնել, Ադրբեջանի Ադիլ Ալիևին զանգել, այս պատերազմը իրականում տենց որ արդեն միանշանակ է, որ ոնց որ բոլոր խաղացողները գիտեին եւ բոլոր խաղացողները ոնց որ ոնց որ լուր համաձայնվել էին այդ հարցակման հետ, որտեղ անհնար է որ չիմանային, չգիտեմ, Թուրքիայից զորախումբ բանա գալիս, վարձկաններ են գալիս, անհնար է ՆԱՏՕ-ի անդամ երկրի զորքի տեղաշարժ, շտաբի աշխատակիցների Ադրբեջան գալը չիմանան, ասիկան բոլոր գերտերությունները գիտեին։ Միակ անակնկալը կարող լիներ մարտի դաշտում, որ չեղավ։ Միակ բանը, որ կարող փոխվեր, այսինքն ռեալ այդ ամբողջ այդ կոնֆիգուրացիան էլի հենց իրական մարտի դաշտում կարող ինչ-որ բան փոխվեր, բայց չփոխվեց։ Բայց մարտի դաշտի գործողությունների բերումով է նաև որ եղել է հրադադարների հնարավորություն, պատերազմը դադարեցնելու։ Դրա համար եմ ասում, այդ շերտը չգիտենք, ասենք ասում են, որ չգիտեմ, Պուտին Ալիև հեռախոսազրույց ունեցել, այնտեղ մի քանի անգամ հիշում եք զինադադար եղավ, չգիտեմ, դիակ։ Չնայած մենք այդ ժամանակ որտեղ կուսապատի մոտ էինք հոկտեմբերի 9-ին։ Հա, այդ հոկտեմբերի 9-ն էր, առանձնապես զինադադար չի եղել, այդ օրը մենք զոհերել ենք ունեցել։ Ճիշտ է, այդ օրը դիակներ հանեցին, բայց տենց չէր պահպանվում, էլի ամբողջ բանով, շփման գծով այդ հրադադարը չէր պահպանվում։ Մենք չգիտենք, այդ եմ ասում, հիշում եք, ես քանի որ այդ ժամանակ բանին չէի հետևում պաշտոնական հաղորդակցություն, բայց ասեցին Պուտինը զանգեց, չգիտեմ, Պուտինի միջնորդությամբ, ինչ որ տենց բաներ ասում էին։ Դե հետո արդեն պատերազմից հետո էլ դու արտահոսած տեղեկությունները պաշտոնական խողովակներով հաստատում են, որ նաև պատերազմը կանգնեցնելու փորձեր ա եղել, ռուսները ինչ որ բան առաջարկել, բայց մենք չենք համաձայնվել։ Հա, տենց ասում են, բայց այդ եմ ասում, բանից տենց պաշտոնյաների ասածները միշտ պետքա ստուգել մի քանի տեղից։ Այսինքն այն ինչ որ ասում են, չգիտեմ, ռուսներն են ասում, պետքա հաստատ ստուգել, այն ինչ որ մեր պաշտոնյաներն են ասում, պետքա ստուգել։ Վերջո կուլիսների հիմնական քաղաքականությունը կուլիսների հետևում է լինում, այսինքն այդ հայտարարությունները ինչ որ շղարշ են, բայց կարող է լրիվ ուրիշ պայմանավորվածություններ եղած լինեն, մենք դրա մասին չգիտենք։ Բայց գոնե փաստացի տեղի ունեցածով մենք գիտենք, որ ինչ որ փուլի որոշում համաձայնություն ձեռք բերվեց կողմերի միջև եւ կանգնեցվեց պատերազմը։ Եվ կանգնեցրեց արդեն հետագայում արդեն նոր իրողություն եղավ, Միջանցքի թեման հայտնվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքում եւ հետո արդեն 23 թվականի իրադարձությունները, բայց ես չէի ցանկանա այս մեր այսօրվա խոսակցության նյութը դառնա 23 թվականի պատերազմական գործողությունները, որտեղ դա առանձին քննարկման թեմա է, 20 թվականը շատ նույնիսկ մենք 20 թվականը այդպես պատշաճ չեն կարողանում շերտերով քննարկել եւ մանրամասներից խոսել, բայց նաեւ հետո բան ասեն, մարդիկ են լինում, պաշտոնյաներ են լինում, որոնք որ այդ փուլում պատասխանատու պաշտոններ են ունեցել, հետո սկսում են խոսել։
Օրինակ կբերես ով է տենց սկսել խոսել։ Ոչ պաշտոնական։ Դուք Ոչ շփումներ ունեք։ պաշտոնական, ես էլ մի քանիսի հետ, չգիտեմ, հանդիպումներ եմ ունեցել։ Օրինակ մի օրինակ բերեմ, որ դրա մասին հեշտ չի խոսում, այդ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը օրինակ մի քանի տարբերակներ ա ունեցել։ Այդ տարբերակները ոնց են փոխվել, ով ա վերջում փոխել, այդ շատ հետաքրքիր հատված է այդ ժամանակ, որովհետև վերնախավը հավաքված էր կառավարությունում, բայց առանձնապես նրանք որոշումներ կայացնելուն մասնակից չէին։ Իսկ ինչ որ միտեղ որոշվում էր, որովհետև սկզբում միջանցքը ահագին լայն պետքա լիներ, դա մի քանի կարծեմ 3 տարբերակ ա եղել։ Բայց նշենք, որ խոսքը Լաչինի միջանցքի լայնության Խոսքը Լաչինի միջանցքի մասին է, ուզում եմ ասեմ, այնտեղ էական ինչ որ բանակցություններ բաներ էր գնացել, այդ մասն էլ առանձնապես հայտնի չի, ոնց ա եղել, ով ա եղել, չգիտեմ, Լավրովը ինչ ա ասել, Փաշինյանը ինչ ա ասել, շտաբի պետը ինչ ա ասել։ Այնուամենայնիվ քաղաքական հենց այդ քաղաքական կուլիսների տեղեկություններն էլ մեծ լույս կարող են սփռել 20 թվականի պատերազմի հանգամանքները պատշաճ գնահատելու հարցում։ Հա, իհարկե։ Բայց երևի բանան ենք, հա։ Կանգնենք, հետո էլի գուցե առիթ կլինի կխոսենք։ Մենք իհարկե պատերազմի 20 թվականի պատերազմի թեմաները լուսաբանելու մի փուլում ի հայտ եկավ նոր իրողությունը 23 թվականի պատերազմը, որը նաև դժվարություն առաջացրեց հիմա որը շարունակել նրա մասին գրել, թե նորը սկսել գրել, բայց հետագայում արդեն Բայց օրինակ 23 թվականը ոնց որ արդեն տենց կվերջացնենք ու մի բան էլ մենք ոնց քննարկել ենք էլի, երբ որ մենք 23 թվականը անում ենք, այսինքն զինվորականների հետ ենք հանդիպում, բան, մենք զուգահեռ միշտ զրույցների ընթացքում առաջի հարցը 20 թվականին որտեղ էիք, ինչ իրավիճակ էր, այդ էլ ենք հավաքագրում։ Այսինքն այդ 20 թվականի ուսումնասիրությունը իմ կարծիքով երբեք չի դադարում մեզ մոտ։ Եվ քանի որ մենք 23 թվականի մասին արդեն ասացի առանձին մի զրույց էլ կունենանք 20 թվականի պատերազմական մարտական գործողությունների մասին հոդվածները քանի որ շատ են հետքում դրանց առանձին հղումներ մենք կարող ենք առանձնացնել որոշ հղումներ դնել այս տեսանյութի նկարագրություններ բաժնում, բայց ամբողջը տեսնելու համար պետք է այցելեք հետքի կայք եւ հետքի YouTube-յան էջում փնտրեք տեսանյութերը, որտեղ որ կլինեն եւ հիմնականում վկայությունների հիման վրա պատրաստված նյութեր։ Իսկ հետքի աշխատանքից պարզ են, բայց մի բան ուզում էի հարցնել, ընդհանրապես պատերազմի լուսաբանումը թանկ է։ Մենք սրա մասին չխոսեցինք։ Դե հա, թանկ է, դրա համար եմ ասում, չենք կարողանում այցելել, չգիտեմ, գնալ գործողումների։ Բայց ինչ ես առաջարկում, թանկ է, այտենց բոլորս գիտենք։ Եվ դժվարությունն է դա խմբագրության համար։ Հա, դժվարությունն է, նաև պատճառներից մեկը, որ դանդաղում է, նաև դա է։ Չգիտեմ, մենք այն անգամ մեր մասնագետների բանով Patreon էինք բացել, այդտեղ նաև խոսում էինք, որ այդ ուսումնասիրությունն ենք անում, բայց ոնց որ առանձնապես այդ հատվածի վրա ուշադրություն չեն դարձնում, որ խնդրում ենք բանը $2 փոխանցել ամսական։ Չգիտեմ, բայց առանձնապես տենց չեն ոգևորվում մարդիկ, չգիտեմ ինչի, չեն ուզում, չեն կարևորում կամ ընդհանրապես մեդիայի աշխատանքը չեն կարևորում այդքան։ Բայց եթե կան մարդիկ, որոնք որ կարևորում են լրագրողական աշխատանքը, հետքի աշխատանքը, կարող են մեր խմբագրությանը ֆինանսապես օժանդակել միանալով մեր Patreon-ին, որի հղումը կա այս տեսանյութի նկարագրությունների բաժնում եւ ամսական սկսած ընդամենը $2-ից կարող եք ձեր օժանդակությունը ցույց տալ։ Իսկ հետքի աշխատանքին հետևելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին, մտեք, այցելեք մեր հետք.am կայքը, բաժանորդագրվեք նաև մյուս սոցիալական ցանցերում,
Մենք կանք Facebook-ում, Instagram-ում եւ այլ սոցիալական հարթակներում։